Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ազգային ժողովի հայտարարության նախագիծ բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության մասին։ Իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Facebook-յան գրառմամբ հայտնել է շուտով կգումարվի ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որտեղ կքննարկենք հայտարարության նախագիծը եւ ազգային ժողովը պաշտոնապես իր գնահատականը կտա Հայաստանի դեմ ծրագրված ահաբեկչության փաստին։ Հիմնավորման մեջ հիշատակվում է, որ 2025 թվականի հունիսին իրավապահները բացահայտել են ահաբեկչության փորձ, միտված երկրում սահմանադրական կարգի տապալմանը եւ Հայաստանի օրինական իշխանությունների բռնի հեռացմանը։ Տաշիր գրուպի գլխավոր գրասենյակը խուզարկվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման եւ խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնել են քննչական կոմիտեից։ Տեղում աշխատող մեր թղթակցի փոխանցմամբ որևէ անձի թույլ չեն տալիս մուտք գործել շենք։ Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է իրավասու պետական մարմիններից բոլոր գործընթացների շրջանակում հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներին եւ յուրաքանչյուր իրավիճակում խստորեն պահպանել դրանք։ Պաշտպան Անահիտ Մանասյանն նոր անց արձագանքել է հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին եւ հայտարարություն տարածել։ Նա շեշտել է հանրային բոլոր քննարկումներն անհրաժեշտ է իրականացնել կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի հստակ մատնանշմամբ։ Ըստ պաշտպանի պետության միջամտությունը թեև հնարավոր է, սակայն այն պետք է լինի համաչափ, չեզոք եւ որևէ իրավիճակում չի կարող լինել կամայական։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլաքշի Սահա Սինհային։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։ Մոսկվան Բաքվին կոչ է անում միջոցներ ձեռնարկել երկրների հարաբերությունները ռազմավարական դաշինքի մակարդակին վերադարձնելու համար, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հավելել է, երկու երկրների հարաբերություններում առաջացող խնդիրները պետք է լուծվեն գործընկերային եղանակով, քաղաքական եւ դիվանագիտական ուղիներով։ Զախարովան նաեւ Ադրբեջանում գտնվող կամ այց պլանավորող ռուսաստանցիներին կոչ է արել հաշվի առնել այդ երկրում տիրող իրավիճակը։ Հնդկաստանում եւ Նեպալում տեղումների սեզոնի մեկնարկից ի վեր տասնյակ մարդիկ են զոհվել, առնվազն 51 մարդ զոհվել, ավելի քան 100-ը տուժել է սողանքների եւ հեղեղումների պատճառով Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշ հյուսիսային նահանգում մուսոնների սեզոնի սկսվելուց հետո։ 22 մարդ անհետ կորած են, նահանգում փակվել է ավելի քան 400 ճանապարհ, վնասվել են բնակելի տներ, կամուրջներ, էլեկտրահաղորդման գծեր։ Նեպալում էլ վերջին մեկ ամսվա ընթացքում զոհվել է 31 մարդ, եւս 151-ը տուժել, 1 մարդ անհետ կորած է։ Մայիսի վերջից երկրում գրանցվում են հեղեղումներ, սողանքներ, կայծակնահարություն եւ փոթորկային քամիներ։